Սուրբ Հոգին դերևս չկար, որտեղ մարդու որդին չէր փառավորվել։ Բնականաբար սրա մեկնությունը մենք պետք է հասկանանք, որովհետև Սուրբ Հոգին է եղել է, կա եւ կլինի, որտեղ Սուրբ Հոգին Աստված է, Սուրբ Երրորդության անձերից երրորդն է։ Մարդու որդու փառքը ո՞րն է։ Մարդկանց փառքը ո՞րն է ընդհանրապես։ Հարությունը, մարդկանց փառքը շատ մարդիկ ասում են, որ ինչքան մարդուն գովեն, այնքան նրա փառքն է, բայց տենց չի։ Մարդու որդու փառքը նրա խաչն էր, նահատակությունն էր, Քրիստոսի նահատակությունն էր, եւ իմացեք աշխարհում էլ է տենց մարդու զոհաբերությունն է իր փառքը, որտեղ առանց սիրո զոհաբերություն չկա։ Իսկ ինչն է մարդուն փառավորում, սերն ու զոհաբերությունը։ Մարդու որդու փառքը դա նրա զոհաբերությունն էր։ Եվ Սուրբ Հոգին չկար, որտեղ մարդու որդին չէր փառավորվում։ Այսինքն մարդու որդին պետք է խաչվեր, թաղվեր, հարություն առներ, երկինք համբարձվեր, նոր Սուրբ Հոգին իջներ 50-րդ օրը։ Հարությունից հետո, համբարձումից 10 օր հետո։ Այդ է նշանակում մարդու որդին դերևս չէր փառավորվել, եւ Սուրբ Հոգին չկա, Սուրբ Հոգին հետո պետք է իջներ։ Հարցում իսկ այդ զոհաբերությունը, որ թեորիապես շատ լավ հասկանում, բայց պրակտիկ կյանքում դժվար է, ասենք գիտեմ ես ինչ տեղի ես պետք է։ Գիտես, մի անգամ զոհաբերվելը ավելի հեշտ է, քան թե անընդհատ զոհաբերվելը։ Մենք պետք է անընդհատ զոհաբերվենք։ Ինչպես ենք զոհաբերվում, մեր կամքն ենք նախ եւ առաջ զոհաբերվում։ Մեր եսը, մեր կարծիքը, սա ամենամեծ գեղեցիկ զոհաբերությունն է։ Հանուն միաբանության, հանուն սիրո, Պողոս Առաքյալը լավ հետաքրքիր խոսք ասում։ Ասում է ձգտեք, որքան որ հնարավոր է բոլորի հետ առանց խտրության խաղաղություն պահպանել։ Դες ինչ ասում Պողոս Առաքյալը։ Իսկ բոլորի հետ հնարավոր է, ասում եմ որքան որ հնարավոր է, հանուն ձեր հոգու խաղաղության դուք խաղաղություն պահպանեք մարդկանց հետ, հաշտ ու համերաշխ ապրեք, որքան որ հնարավոր է, այն ժամանակ երբ որ հնարավոր չի, այլև բնականաբար չես կարող խաղաղ լինես։ Բայց խաղաղ լինելը մի բան է, եղբորդ համար բարբերաբար զոհաբերվելը մի բան է։ Ավելի հեշտ է խաղաղ լինելը, բայց բարբերաբար քո կամքը զոհաբերելը։ Չէ, դու եղբորդ համար զոհաբերվում ես, ուրեմն դու ձգտում ես խաղաղության։ Դե խաղաղություն ունեմ, բայց որ միշտ ես իմ կամքը զոհաբերեմ իրանը չանեմ օրեր ալում, որ չեմ ուզում, ասում լավ է, սուրել չեմ ուզում զոհաբերեմ։ Դու այսօր խաղաղ չես լինի, եթե չես ուզում զոհաբերես։ Ուրեմն խաղաղություն պետք է զոհաբերես։ Հիմա պետք է որոշես։ Դու կամքդ ես ուզում զոհաբերես, թե խաղաղություն։ Որն է քեզ համար կարևոր։ Դու տատանվում ես, դες կատարյալ խաղաղության մեջ եմ ծավալվել։ Դու պետք է որոշես։ Ներսես շնորհալին ասում են բոլորին լույս էր ասում։ Երբ որ մեկը բարկացնում է, ասում է լույս, եթե ինձ չխնայի կբարկանայի քեզ վրա։ Հավես չունես բարկանալու, ինչի բարկանա։ Ապրում ենք էլ ինչի բարկանանք։ Մի հարցեր կուզենամ տան, օրինակ Թովմա Առաքյալի գիրքը, որ գրված է, ինչի է պարականում համարվում, որ ընդարձած կլինեք էլի վստահ եմ, ու շատ նման է Ուրեմն սուրբ գիրքը բաղկացած է հետևյալ բովանդակությունների։ Ունենք կանոնակարգ գրքեր, Սուրբ գրքում կան կանոնական, կան երկրորդականոն գրքեր, եւ դրանից դուրս կան Սուրբ գրքից դուրս կան պարականոն գրքեր, որոնք են կանոնական գրքեր, առաջնականոն, այսպես ասեմ, առաջնականոն, երկրորդականոն եւ պարականոն, հիմնականում այսպեսի ընդհանրապես որ գրքերն են ընդգրկվում Սուրբ գրքի մեջ, Աստվածաշնչի մեջ։ Հետևյալ պայմանները պետք է լինի. պատմական հնություն, առաջնահերթ, այսինքն այս ինչ գրքի մասին Սուրբ գրքից շրջանակից դուրս վկայություններ, ունա Քրիստոսի մասին գիտես չէ, որ աշխարհում որևէ հեղինակ, որևէ հերոս, որևէ կերպար այդքան վկայություն չունի, ինչքան Քրիստոս։
բոլոր աղբյուրները ժամանակի եւ դրանից հետո խոսում են Քրիստոսի մասին։ Աղբյուրները անկախ են։ Ու անսահման շատ 50,000 աղբյուր կա, եթե չեմ սխալվում, Քրիստոսի մասին որ խոսում են։ Այսինքն այնքան աղաղակով փաստ է Քրիստոսի կերպարը, որ անհերքելի փաստ է իրողությունը Քրիստոսի եւ մանրամասնորեն են խոսում այսենց ավետարանների պատմություններ։ Տես այս բոլոր ուսումնասիրությունը, երբ որ դու նայում ես, տեսնում ես, որ այո, 4 ավետարանները առաքելական թղթեր իրապես առաքյալներին վերաբերող բաներ են, որտեղ ահռելի մեծ վկայություններ կան դրան մասին, առաքելական հեղինակություն կա, պատմական հիմք կա, աղբյուրագիտական քննություն կա։ Դրա համար հստակ ասվում է, որ այո, սա Սուրբ Գրքի մասը, բայց պարականում գրքերը, որոնք կարող է հետաքրքիր ինֆորմացիա փոխանցեն լավ, այդ քննությանը չեն դիմանում։ Քնում են, տեսնում են, էսի ոնց որ մեկի հորինացնելի, հա գեղեցիկ է հորինել, բայց չի կարող սա Սուրբ Գրքի մաս կազմել։ Լավ է, գեղեցիկ է գրած, բայց Սուրբ Գիրք չի, Սուրբ Գիրքը ուրիշ է տարբերվում, պետք է տարբերվի Աստվածաշունչը։ Դա մեզ համար կատարյալ առաջնորդ է եւ մենք անընդհատ ինչ-որ մի բան մտցնելով Քրիստոս ավետարանում ինչ ասում, եթե մեկ ավելացրեց կամ պակասեցրեց, Աստված էլ նրան կավելացնի, կպակասեցնի, չէ՞։ Դա մենք իրավունք չունենք Սուրբ Գիրքը ավելացնել, պակասացնել։ Սուրբ Գրքի կանոնը հաստատվեց 431 թվականին Եփեսոսի ժողովում, այդ օրվանից սկսած մենք արդեն հստակ ունենք Սուրբ Գրքի կանոնը։ Այսինքն այն գրքերը, որոնք պետք է ընդգրկվեն Սուրբ Գրքում։ Մարդու որդու փառքը իր խաշներ է, ով ասել, ոնց կարդանք էլի։ Տաթևացին ասել։ Հովանու ավետարանի մեկնությունն է դեղ ասում։ Եվ ոչ Որ գրքի մեջ է մեկնությունը։ Հովանու ավետարանի մեկնություն։ Ուղղակի գրափարը Էջմիածնում կա։ Բայց ուրիշ տեղեր էլ ասում, միայն այդտեղ չի ասում։ Այս Սուրբ ջան, խորհուրդ տակ, մարդիկ ոնց կարան շուտ հաղթահարեն իրանց այդ հպարտությունն ու եսը, որը որ խանգարում է թե Աստծուն մոտիկանալուն եւ բարի գործերին։ Հպարտության դիմաց խոնարհություն ասում է Սուրբ Գրքը Տաթևացին։ Ասում է, եթե դու ուզում ես հպարտությունը հաղթահարես, պետք է ամեն առիթ օգտագործես խոնարհվելու համար։ Մի հատ նշանավոր իշխան գնում է մի հատ վանք, ասում է հայ Սուրբ դե ասում է, ես իշխան եմ եղել էլի, ասում է սաղինալ համարել եմ, մեծ եմ ինձ համարել, ասում է ով կարող իմ հետ խոսաս, ոչ մի չէ խոսում, ասում է ոնց ասել են ցելում եմ, բայց հիմա դարձի եմ եկել, ասում է զորացել եմ, հասկացել եմ, սխալ եմ այլ, հիմա բա իմ մեղքի ապաշխարություն ինչ պետք է լինի։ Հայ Սուրբն ասում է ինչ ասեմ կանես, ասում է հա ուզում եմ փրկվեմ, ասում է քել է ասում, վանքի դռնապանը պետք է լինես։ Ասում է հենց մարդիկ գալիս են, դուրը բացում ես, սիրուն, ու խոնարհվում ես, ծանոթ, անծանոթ, սաղի դեմ պետք է խոնարհվես։ Ու ասում ես աղոթեք իմ մեղքերի թողության համար։ Ասում է պատկերացնում ես նշանավոր իշխան, սաղ ճանաչում եմ, հետ էլ հա նշանավոր վանք։ Ասում է հա կանեմ։ Ու գնում է դառնում է դռնապան։ Բոլոր գալացողներին խոնարհվում է։ Ասում է մի քանի տարի հարցնում է հայ Սուրբ, ասում է ոնց ես, ասում է դու հասկանում շատ դժվար, ասում է, բայց հիմա այդ փեդովել ծեծես չեմ ենթաստուց։ Ասում է որտեղ նենց երանություն է խոնարհությունը։ Ասում է նենց հրաշք է, ասում է, եւ այդ մարդու որ կարող է սկզբում այդ նշանավոր իշխանին տեսնում էին, թարս էին նայում արհամարական, հիմա սա սիրում էին։ Որպես Սուրբի գալիս էին խորհրդացան։ Խոնարհությունը մարդը ավելի շատ բարձրացնում է։ Բարձրացան։ Իսկ որ մեկին մեծ չարամիտ մարդ, ասում վիրավորում, չար խոսք ասում։ Խոնարհ մարդը ո՞ն է, պետք է նմանապես իրան հակառակ խոսք չասի, ուղղակի թողի դնա կամ ուղղակի նայ վրան լռի, ո՞ն է ճիշտ է։ Ասում վիրավորում է, չար մարդ հայհոյում է։
այդ դեպքում ճիշտ մոտեցումը որպես խոնար մարդ, ինչ ձև պետք է մոտենաս նման չար տվյալդ վիճակին։ Հիմա տես քրիստոնյա ասելով մենք ինչ ենք հասկանում, քրիստոնյա ասելով Քրիստոս ինը, Քրիստոս նրա մեջ է, քանի դեռ մենք Քրիստոսի հետ մենք չենք դարձել, քանի դեռ մենք Քրիստոսի հետ չենք միավորվել, այդ վիրավորանքը մեզ է հասցեագրված, հասկացար, բայց երբ որ մենք Քրիստոսի հետ մեկ դառնանք, ես խորը բանում ասում ես, մի օրվա բան չի, հիմա ես որ ասեմ այդ պահին 10 գլուխը ջարդես սխալ արած կնեմ, հիմա ես որ ասեմ այդ պահին ներես ժպտաս թողած գնաս, այդ էլ սխալ կտիր, հասկանում ես, այդ պրոցեսը դու պիտի հասունանաս նրան, որ եթե քո մեջ Քրիստոս է բնակվում եւ ինքը քեզ Քրիստոս է տեսնում, դու քո միջի Քրիստոսին պիտի պաշտպանես եւ քո միջի Քրիստոսին Քրիստոսով պիտի պաշտպանես, Աստծով պիտի պաշտպանես։ Այսինքն դու երբ որ պատասխանես տվել մարդու, դու քո հպարտությունն է խոսում, էլի, որ դու ոնց ասի ինձ դες բան ասում, ու կդառնաս իր հետ համագործակցություն։ Նա հետաքրքիր մի այսպիսի պատմություն կա, հայր Մովսեսն է լինում, ինքը խապշիկ ալնում էլի, նեգր ալնում, սևամորթ ալնում, որ նշանակ որ ավազակապ է ալնում, անապատիկ, նշանավոր, հայտնի։ Բայց հետո դու ասում ես հերիք լավ մարդ ծեծեմ, ջարդեմ, փշրեմ, հիմա դարձի է գալիս, իրապես հավատում Աստծուն։ Նորն կեղծ ուզում ապաշխարի։ Գնում ասում են, որ ուզում ես գնամ անապատում մի հատ քարանձավ կա, դե ապրի։ Ոչնում են, գնում ապրում է, մեկ էլ գալիս է իր քարանձավում, իր հին ընկերները ուզում են հայր Մովսեսի գողություն անեն, այդ քարանձավի իր իրերից։ Հիմա չգիտի ինքը այդ քո ասածի նման չի կողմնորոշում, ինչ անի, ինքը շատ ուժեղանում առանց։ Ինչ անի, չի կողմնորոշում, իրապես չի կողմնորոշում, ինչ անում, բռնում ասած, կոպում, սիրում, դնում ուսեին, դնում ասում այսուչան, սենց բան եղել, գլուխ չեմ անում, դուք դատաստանը տեսեք, տանում ավակը, որոշեք ինչ պետք է անեք, ասում ոչ կարամ ծեծեմ, ոչ էլ կարամ ջարդեմ, ասում որ ծեծը մենա հին հայր Մովսեսը կլդեմ, էլի։ Այսօր ջան շատ գիտեմ, էլի ես թեման ձեզ տված կլինեմ, ինչպես սիրել թշնամուն ու այս Աստված դե ասում է սիրեք ձեր թշնամիներին, արդյոք Աստված ունի դե թշնամի սատանան իրան ոնց է նայում սիրում է արդյոք կամ ոչ, կամ մենք ինչպես կարող ենք սիրել իրականում մեր թշնամուն։ Փորձենք հասկանալ ինչ է սեր նախ եւ առաջ։ Սեր դա նշանակում է կապ Աստծո հետ։ Սեր ուրիշ բասահմանում չունի։ Սիր նշանակում է փափակել, ձգտել մեկ ամենասուրբ, սիրո առարկան ամենասուրբը պետք է լինի, ամենաբարի պետք է լինի, մեկը պետք է լինի եւ հավիտենականը պետք է լինի։ Ուրիշ սեր չկա, մարդու մեջ այսպիսի սիրո մեխանիզմ կա, համակարգ կա։ Մենք պետք է սիրենք մեկին, մենք պետք է սիրենք սուրբին, մենք ինքնեսպես սրբվենք, մենք միակ լինենք Աստծո հետ եւ հավիտենական պետք է սերը լինի։ Սիրո ուրիշ սահմանում չկա։ Հիմա, այսինքն դա Աստված է, ուրիշ տարբերակ չկա։ Մենք պետք է Աստծուն սիրենք ամբողջ հոգով, ամբողջ սրտով, ամբողջ զեյությամբ, էությամբ, մեզ պետք է լրիվ նվիրենք Աստծուն։ Տեսես ինչու եմ ես հիմքը դնում։ Երբ որ մենք այս հիմքը դրեցինք, կարծես մի հատ մեծ սյուն ենք կառուցում մեր եւ Աստծո միջև։ Հա, ահռելի մեծ սյուն գնաց։ Մենք ամբողջովին միավորվում ենք Տիրոջը, հասնում ենք Աստծուն։ Հիմա լավ, ես ու Աստված մենակ չենք հələ, չէ՞։ Մենակ ճգնավորներն են անապատում Աստծո հետ սիրում, Աստծուց սեր ստանում։ Բայց մենք աշխարհում ենք ապրում, հիմա երկրորդ պետք է իջնի Աստծուց դեպի մենք գնացինք Աստծուց դեպի մարդիկ, այսինքն մի հատ կարիքին է դառնում, ասում ասում խորտաթևացին, սկսում են գծել։
Աստծո սիրով մենք սկսում ենք սիրել Աստծո սիրով, տես, մարդկային սիրով չէ, մեր ընտանիքին, հա, մեր ընտանիքին, հետո մեր քրիստոնյա քույր եղբայրներին, Աստծո սիրով, տես, ես տարբերություն եմ դնում, սովորական սեր մարդը ունի իր ընտանիքի հանդեպ, բայց դեռ դա աստվածային սեր չէ, հա, աստվածային սիրով մենք սկսում ենք սիրել մեր ընտանիքին, հետո մի քիչ քրիստոնյա մեր քույր եղբայրն, հետո հայրենիքը, հետո ամբողջ մարդկությանը եւ երբ որ կամաց հասունանում է մեր սերը, մենք սկսում ենք կարեկցանք ու ցավ ապրել թշնամիների հանդեպ։ Դες սատանայի մասին չի խոսքը, այսի մարդկության մասին է խոսքը, հա, սատանան ուրիշ ոլորտ է, սատանային մենք չենք կարող սիրել եւ պետք է չի որ սիրենք, հա, Տաթևացին քարոզ ունի, երկինքի արքայության մասին քարոզն է, թշնամիները սատանայի մասին չի խոսքը, նրանք ովքեր որ մեզ վնաս են պատճառում, մեզ նեղում են, մենք պետք է հասկանանք, որ դա մեզ համար օգտակար է, կարեկցանքով սիրով լցվենք իրանց հանդեպ, վրեժխնդիր չլինենք հնարավորինս, տես, բայց այս ուղղակը պետք է մեծանա կամաց, մենք պետք է սովորենք սիրել, հետո սովորենք սիրելով սիրել մեր ընտանիքը, մեր քրիստոնյա քույր եղբայրներին, հետո մի քիչ մեծացնել, մինչև որ հասնենք թշնամիներին։ Դու միանգամից չես կարող Աստծուն չես սովորել սիրել, թշնամուն սիրես։ Թշնամուն սիրելը վերջին աստիճան։ Դե հասնում ես դու դրա։ Ամեն։ Աստված սատանայի սիրում, որպես իր հարավից։ Հիմա տես, երբ որ Քրիստոս Հուդային ասում էր, ձեզանից մեկ ինձ մատնելու է։ Վայ նրան ում մարդու որդին ում ձեռքով կգնա, լավ է նրան մոտ ծնված չլիներ։ Բազմաթիվ ակնարկներ արեց Հուդային, հետո պատառատ հաթախած տվեց։ Անընդհատ նենց էր անում, որ մյուսները չիմանային, որ ինքը վատ չզգա իրեն, բայց ինքը ոնց ասում էր, ոնց կարող ասել Հուդային, որ մի արա։ Բայց Հուդան արեց։ Հիմա ինչ ըմբռնում պետք է ունենա Քրիստոս Հուդայի հանդեպ։ Ցավի ափսոսանքի։ Լացեց Նարեկացին ասում է Երուսաղեմի վրա, լացեց Ղազարոսի վրա, Քրիստոս եւ ասում է նաեւ Հուդայի վրա լացեց։ Չկա, բայց Նարեկացին ասում է։ Ասում է նաև Հուդայի վրա լացեց, Երուսաղեմի վրա լացեց, Ղազարոսի համար լացեց և Հուդայի համար լացեց, ցավ ապրեց, ինչ ասեմ, որ եթե դու մարդու որդուն մատնում ես, իսկ գնամ կմեռնեմ։ Բայց պետքա լիներ, չէ, եթե Հուդան չմատներ, պետքա խաչվեր Քրիստոս։ Այսինքն Հուդան լավ բան արեց։ Չէ, արագացրեց, հա։ Հուդան չէ, Այս նկարի մեջ սևի նպատակն ինչ է, որ սպիտակը գցից, չէ, սև իր համար սև է, ուրիշ բան, որ այդ նկարողը իմաստուն է կարողացել է սևն ու սպիտակը այնենց համադրել, որ նկար ստացվի, այդ ոչ թե սևի շնորհն է, այլ նկարի չի տաղանդն հանճար, որ կարողացել է սև ու սպիտակը համադրել ու նկար ստանալ, հասկացա՞լ։ Հասկացար չէ ինչ եմ ասել։ Դա Աստծո ողորմությունը, որ կարողացավ չարիքից բարիք ստեղծել։ Չարիք անողն է չարիքի նպատակով էր անում, չէր մտածում մարդկության փրկության համար, փողի համար էր մտածում։ Քրիստոս կարողացավ Հուդայից էլ շահ ունենալ, բայց Հուդան իր արածից շահ չունեցավ։ Բայց զղջաց, չէ, ասեց ամեն ճիշտ չզղջաց ինքը։ անհույս զղջաց։ Բայց որ զղջա, որ ասում էր, որ այդ պատերը որ տալիս է, իրան է որ փրկություն չկա, բայց որ զղջա կփրկվի, որ իրան չկա ախր։ Պետրոս առաքյալն էլ ուրացավ, բայց հետո դարձավ նորից առաքյալ, վերականգնվեց։ Հուդան հաջողվեց։ Բայց Քրիստոս արդեն իսկ ասում էր, չէ, որ պետք է մատնի, լավ է որ ծնված էլ չլինի։
նշանակում էր ինքը չի ներվելու։ հա, չի ներվելու ոչ մի ձև, բայց այդ ուզում եմ հասկանամ, որ ինքը զղջա կներվեր, բայց ինքը արդեն իսկ ասել էր, եթե լավ կլիներ, որ դաժան ծնված չլիներ։ Հա, եթե զղջար կներվեր, ասում են եկեղեցու հայրերը, կներվեր, երբ Հա, կներվեր։ Տաթևացին ասում է 3 առաքյալ ուրացան Քրիստոսին, մեկ Հուդան մատնեց գործով, Պետրոս առաքյալը խոսքով, Թովմաս առաքյալը մտքով, ասեց մինչև չտեսնեմ չեմ հավատա, մտքով թերը հավատեց, ուրացան 3-ն էլ, երկուսը զղջացին, վերականգնվեցին Թովմասն ու Պետրոսը, Հուդան ինքը չկարողացավ, գիտես զղջում դա երկունք է, ասում է երկնեց, բայց չծնեց, ասում է Տաթևացին, Պետրոս առաքյալը երկնեց և ծնեց, այսինքն զղջումը շատ գեղեցիկ նուրբ երևույթ է, դու պետք է այնց զղջաս, որ վերջում փրկություն ծնես, չափից ավել զղջալը փրկություն չի տալիս, մարդ որ ինչ-որ մի սխալ անում, պետք է հիշի, որ տեղ պետք է թողնի, եկուտ մյուս որ Աստծո առջև է կայնելու